հետևել եմ ողջունվածքի եւ ասել հետևյալը այն ինչ գործում է անել հանրային խորհուրդը ես հույս ունեմ եւ խորհուրդ կտայի որ փորձեն անել բոլոր նաեւ քաղաքական ուժերը ստեղծվել է մի իրավիճակ իսկապես անընդունելի մի խոսքով խիստ վտանգավոր դաժե կործանարար մի իրավիճակ երբ որ ուղղակիորեն անհրաժեշտ է ստեղծել այսպես կոչված կոլեկտիվ ջանքերով գործից դուրս գալու իշխանություններ ազգային համագործակցության կառավարություն ստեղծելու խնդիրը դարձել է խիստ դրական եւ հասկանալի է ինչ-որ չափով որ դրա պատկերացում ունեն նույնիսկ հանրապետական կուսակցությունը որոշ ներկայացուցիչներ նաեւ այսպես պետք է խորհուրդ տալ որպեսզի նաեւ հանդիմանի կուսակցությունների ներկայացուցիչներ խնդրել ելք այս ծանր իրավիճակից ամիսներով տարիներով ես կասեի գործում են գտնել այդ ելքը եւ խիստ դժվար է ու բավական բարդություն ելքը գտնել ճանապարհներն ընտրել պետք է կոլեկտիվ ստեղծագործության ճանապարհով ազգային համագործակցության ճանապարհով այն էլ ոչ միայն հայաստանաբնակներ այլ ողջ հայության Թուրքիա եւ այս տեսակետից բնական է որ փորձ արվի որպեսզի քաղաքական ուժերը նաեւ հասարակական կազմակերպությունները փորձեն իրենց պատկերացումները ներկայացնել եւ որ այս նոր այսպես ասած ազգային համագործակցության կառավարությունը փորձի ինի բերել համախմբել այդ պատկերացումները ստեղծել իսկապես փրկության ծրագիր քանի որ կառավարությունը իր նշանը վարչապետի նշանակումից եւ կապիտալժամկետով մարտավոր է ներկայացնել այդ ծրագիրը բնական է մենք փորձեցինք հանրային խորհրդում ներկայացնել մեր պատկերացումը առաջիկայում ծրագրվում է ողջ հանրային խորհրդի հետ հանդիպում վարչապետի եւ այդ ծրագրերը մասնավորապես մեր ծրագրերից մեկը որ ես անընդհատ գործում եմ առաջ տանել ստեղծել այսպես ասած աշխարհում մեկ ազգ կազմակերպություն 11 միլիոնի մի ուժ որը կարողանա օգտագործել համաշխարհայնացման ալթի նպաստավոր պայմանները եւ ձևավորել այսպես ասած համաշխարհային կառավարության նման մի բան այս պատկերացումները մենք փորձենք ներկայացնել եւ քանի որ այդ պատկերացումների շրջանակում ենթադրվում է որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գոնե հանձնարարի իր նախարարությունների արտաքին կապերի վարչությունների բաժիններին նպաստել այդ գործընթացին եւ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խորհրդատվական, այսպես ասած, նյութական եւ այլն աջակցեն հայերին աշխարհով մեկ ստեղծելու փոխօգնության ազգային խմբեր եւ երբ որ այդ ստեղծվածը պետք է այնպիսի լինի, որ յուրաքանչյուր հայի համար ապահովի բավական շահավետ ուրիշների հետ համեմատած ավելի հարմար պայմաններ փոխօգնության այդ կազմում եւ բնական է այդ պայմանների դեպքում հայերը հնարավորություն կունենան իրենց ստացած լրացուցիչ միջոցներից գոնե ամսական $1 չափով ազգային տուրք ուզել ես ասում եմ գոնե եւ դա արդեն հերիք կլինի որպեսզի այսպես ասած այդ համաշխարհային կառավարությունը կարողանա գործել այս խնդիրները մենք առաջիկայում կդնենք բանի եւ օգտվելով առիթից որ հեռուստատեսության հեռարձակվելու է այս մեր խոսակցությունը ես դիմում եմ ոչ եմ անում առաջին ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների նաեւ մնացած բոլոր քաղաքական ուժերի եթե դուք այսպես ասած դատարկ չեք ասելիք ունեք այս երկրի փրկության ճանապարհի համար առաջարկեք ձեր ծրագրերը ներկայացրեք դա նոր կառավարությանը եւ եթե այս նոր կառավարությունը չընդունի բայց դուք համոզված լինեք որ ձեր ասածները ճիշտ են լավ են օգտակար են ապա փառքաստու առաջիկայում գարնանա արդեն ազգային ժողովի ընտրություն փորձեք ժողովրդին ներկայացնել այլ մենք լավ բան ասեցինք չընդունեցին
Բայց եթե ասելիք չունեք, ընդհանրեն ասում եք ոնց ինչ-որ բան ներկայացնեք մի կառավարությանը, որը չի էլ ընդունելու, ախպետ ներկայացին տեսնենք ընդունի, թե ոչ։ Սա կբերի քաղաքական ակտիվության աճի մի երկրում, որտեղ հիմա ամենասարսափելի դեսպես պատճառներից մեկը այս հետ գնալու, դա նա է, որ մենք պրակտիկորեն հիմա չունենք քաղաքական դաշտ։ Բոլոր կուսակցությունները այսպես կամ այնպես վարված են մենակ մի հարցով, ումը առաջ բրդեն, ումը ինչ-որ ձևի մի քիչ փոխաշխատ։ Այս պայմաններում ստեղծագործական հնարավորությունների օգտագործման խնդիրը եթե չանեն, մի անգամ ևս պարզ կլինի, որ դրանք ընդհանրապես միայն լուսանցքային կուսակցություն։ Նախաբանելու շնորհակալ